Բարև ձեզ, պարոն Էստուկյան։ Պարոն Էստուկյան, ձեզ Հայաստանից անհանգստացնում է News Media լրատվական գործակալությունից Գայանե Զարգարյանը, լրագրող։ Եթե դեմ չեք, պարոն Էստուկյան, կուզենայի մի քանի հարցերի շուրջ զրուցեինք, հարմար է ձեզ խոսենք։ Այո։ Հիշեցնեմ մեր լսարանին, որ այս պահին մենք զրուցելու ենք Ակոստ թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։ Պարոն Էստուկյան, նախ կուզենայի ձեզանից ճշտել և տեղեկանալ, թե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Թուրքիայի հայ համայնքը միջոցառում նախատեսում է, թե ոչ, քանի որ դուք ձեր նախորդ զրույցներում նշել էիք, որ մի տեսակ զգուշավորություն և վախ կա համայնքի շրջանում։ Ես կուզենայի իմանալ հիմա ինչ վիճակ է և նախատեսվում է որևէ միջոցառում, թե ոչ իրականում։ Ես սարդ չեմ լսած որևէ գազམ་ագերբության մասին։ Այո։ Այսինքն այդ առումով որևէ շարժումի մասին սարդ չեմ լսած։ Անցյալ տարիներուն հայ համայնքը չէր, որ արդեն միջոցառումներ գազམ་ագերբել, այլ դեղացի ժողովուրդ է, որոշ հասարակական գազམ་ագերբություններ, մարդու իրավունքների պաշտպան միություններ այս բնույթով միջոցառումներ գազམ་ագերբեին, որոնց մասնակցողներու մեջ հայերը ավելի փոքրամասնություն կգազմեին, ավելի մեծ ցանկվածը դեղացի ժողովուրդը գլար։ Ինչով եք դա պայմանավորում, պարոն Էստուկյան, ինչպես դա կբացատրեք։ Դարիներ շարունակ այս թեման բավական խրտին նյութ ընկալված է հայության կողմէ, եւ մարդիկ համարձակություն չունին։ Այս իշխանության կառավարության շրջանին որոշ հարաճտիմական շրջանակներ դարբեփաներու ձեռնարկեցին, մերոնք հետսեդը ավելի մեծ թիվով, բայց միշտ փոքրամասնություն մնալով մասնակցեցան։ Հետո համավարակի դարիներուն համավարակը պատճառաբանելով այդ միջոցառումները վերածվեցան առցանց թրության եւ համավարակի պայմանները վերանալեն ետնալ իշխանությունները արտոնություն չդվին հանրահավաքներու, հրապարակներու վրա կամ փողոցներու վրա։ Պարոն Էստուկյան, աշխարհը դասեր չքաղեց հայոց ցեղասպանությունից, ներառյալ Համիդյան ջարդերը կամ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածները եւ միայն մինչ օրս աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններն ու կոտորածները իրապես դատապարտելու դեպքում հնարավոր էր այնպես անել, որ այլևս այդ ոճիրները չկրկնվեին։ Հիմա լրանում է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ինչպես է գնահատում միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը։ Բոլորովին նորգալի անընդունելի անդարբերությունը խաղաղ բնակչության ոչնչացման թեմ։ Նույնիսկ ոչնչացնելու հետ զորակցելու մարմաճը աշխարհի վրա։ Բոլոր երկրներու ղեկավարությունները կարծես թե համաձայնած են հատկապես արևմտյան աշխարհի Միացյալ Նահանգներու Եվրոմիության անդամ պետություններու մեջ կառավարությունները նույնիսկ հանդուրժողություն չունին Գազայի մեջ եղածներու դեմ փողոքից այն բարձրացնողներ տեսնելու։ Մարդկանց դեմ շատ ծանր բաժամիջոցներ կգիրառվին, ուսանողները իրենց ուսանած փուղերեն կվդարվին, օդանավի են եթե երրեն կվդարվին, այս տեսակի ծանր հետևանքներ կան ամենուրեք։ Խաղաղ բնակչությունը անշուշտ որ գզորակցի Գազայի դուժող զանգվածին բաղեստինցիներուն, բայց կառավարություններուն բոլորն ալ թիրք բռնած են Իսրայելի կողքին։ Այս մեկը իսկապես համաշխարհային մարդկության համար շատ մտահոգիչ երևույթ մնա ըստ ինձ եւ մենակ այդտեղն ալ չէ, մոտ անցյալին մենք Բոսնիո մեջ ալ տեսանք նման բաներ, Բոսնիո-Հերցեգովինայի մեջ ալ մարդիկ սպանվեցան ցեղասպանության բնույթով ոչիրներ էին ասոնք, որովհետեւ այդ մարդիկը իրենց անհատական թշնամիներուն կողմէ չէ, այլ բարձրապես ցեղային նգրդումներով
սպանվեցան, հետևաբար խնդիրը ցեղասպանություն ըլլալով պետք էր քննադատվել, եւ այսօր Սուրիո մեջ նմանը գբադահի ալևիներու հանդեպ մանավանդ լատակ յակաղակի եւ գարկմը ալևիներու խիտ բնագած քաղաքներու մեջ ալևիներու ուղյալ զանգվածային սպանություններ, արևանքումներ, քերիվարուններ դեսնվին, գանայք կարևանքվին եւ բազարներու մեջ իբրև աղախին գվաճարվին, համաշխարհային մարդկությունը այս բոլորին հանդեպ գարձես թե մատը անգամ չի շարժեր, դեսնել չուզեր, հայացքը ուրիշ տեղ ուղղած երևի եւ ինչպես ասի համաշխարհային մարդկության հաշվին շատ մտահոգիչ պատկեր մնե բարձրված է։ Ինչ է պետք անել այս իրավիճակում, պարոն Էստուկյան, ո՞րն եք ելքը տեսնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ամբողջ աշխարհի վրա ուրիշ տեսակ մերձեցում գդիրեր, ուրիշ տեսակ հոգեբանություն գդիրեր։ Այո։ Այսինքն ֆաշիզմը բարձրացած էր եւ մենք այդ ֆաշիզմին վերադառնալու հավանականություն գրեթե երբեք չէինք տեսնել, ամեն երկիր իր պայմաններում մեջ գգրկներ անգամ մնալ երբեք կարգախոսը, բայց այդ կարգախոսը դժբախտաբար չի իրականացավ։ Գազմվեցավ Միացյալ Ազգերու գազագերբությունը, որ գարձես թե այն հույսն էր շնչելով, որ երաշխիքը բիդլա նման բաները կանխելու, բայց չարտարացավ այդ խոստումը։ Պարոն Էստուկյան, թեպետ բազմաթիվ երկրներ ու միջազգային կառույցներ ճանաչել ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը, սակայն 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը մինչ օրս։ Ձեր կարծիքով որը պետք է լինի միջազգային հանրության անելիքը կոչերից, հորդորներից բացի, այլ գործողությունների անհրաժեշտություն կարծում եմ տեսնում եք, որոնք են դրանք։ Դրանք պետք է ըլլային բաժամիջոցներ։ Այո։ Բարելի էր, որ այդ ուրացման քաղաքականությունը բաժվեր միջազգային հանրության կողմէ, բայց այստեղ խնդիրը պետություններու, երկիրներու եւ հետս է ավելի շատ ընկերություններու շահն է։ Այդ շահը արգել կլա նման բաժամիջոցներու։ Այդ շահի բերումով կարծես թե գաշարված է համաշխարհային մարդկությունը։ Այդտեղ ընտրո առարգա եղած շահն է։ Ես կհիշեմ անցյալին քանի անգամներ, որ հայոց ցեղասպանության ճանաչման մասին փանացավ ֆրանսական խորհրդարանի օրագարկին եկավ։ Այո։ Ամեն անգամ ֆրանսացիները գաշարկ ստացան Թուրքիայեն եւ մեջեցին, մինչեւ որ վերջին անգամ այլևս այդ ճամփան փակվեցավ իրենց համար եւ ստիպվեցան ընդունել։ Բայց մինչ այդ քանի անգամներ Այսինքն ֆրանսական խորհրդարանի օրագարկին եկավ եւ իրենք խուսափեցան եղած ցեղասպանությունը հայտարարել են։ Այդ առումով ինձ համար ամենախորհրդանշականը Գերմանիա parlamenti Bundestag-ի որոշումն է, Այո։ որովհետեւ Bundestag-ի որոշումին նշանակությունը հետեւյալն է, որ այդտեղ Փանացևը շարադրողը թուրք պատգամավորն էր։ Ջեմ Özdemir անունով, Այո, Զակունով թուրք պատգամավորն էր եւ այդ բանացեվը ընդունելով Բունդեստագը խոստովանեցավ նաեւ իր մեղսակցությունը ցեղասպանության, անցյալի իր մեղսակցությունը, գայսերական Գերմանիո մեղսակցությունը։ Երևույթներ, որոնց մասին մենք շատ քիչ խոսացի ենք մեր պատմության մեջ։ Դժբախտաբար մեր պատմակետները, մեր ակադեմիան այսինքն գարձված են շատ ավելի քիչ շոշափած են։ Այսինքն անդրադարձած են եղելության վրա, բայց այդ եղելության յետին ինչ դրդապատճառներ կար, ինչպես գազագերբվեցավ, ինչ պատճառներով գազագերբվեցավ, այս հարցումները բավականին չէ ուսումնասիրված մեր պատմապաններուն կողմէ։ Սպիրկի պատմապաններ, Հայաստանի պատմապաններ։ Սպիրկի պատմապանները, եթե այս նյութը քննարկեին, ինքնաբերաբար պիտի փախեին դաշնակցության սխալներու իրողության։
Իսկ Հայաստանի պահպաններն ալ հավանաբար պիտի փախեին խորհրդային միության որտեղած արտաքին քաղաքականության շահերուն պակասող երևույթի։ Այս երկու գործոններու հետևանքով մեր պատմապանները ինչպես ասեմ անկիր ըրած որոշ կարգախոսներով բավականացան։ Այսինքն վայրակ թուրքերը եկան հայերը սպանեցին։ Այո, այս իրողությունն է, ոչ միայն վայրակ թուրքերը, անոնց կողքին վայրակ քուրդերը միասնապար եւ ոչ միայն քուրդերը, այս երկրի, այսինքն Թուրքիո, ամբողջ մահմեդական հավաքականությունները, չերկեզները ներառյալ, որոնց մեկից եղան այդ մեծ ոճիրին։ Մեծ ոճիր որ գսենք, կամ մեծ եղերն որ գսենք, բոլորը այդտեղ իրենց բաժինը ունին այս երկրի բոլոր մահմեդական ժողովուրդները, բայց արդյոք եղելությունը բացատրելու համար միայն անոնց վայրակությունը պատճառաբանելը բավարար է, մենք երկար ժամանակ բավարարվեցան գադով։ Ասենք որ փորձեր էին, մշակույթ չունեին, անմշակ էին, ասեր, աներ, այդպես եղավ եւ մենք սպանեցին։ Գարկին չկնեցինք ադոր ետևը կանգնած քաղաքական սխալ ռազմավարությունները։ Օրինակի համար թուրքերը վաղուց համոզված էին Օսմանյան դաշտության ոչնչացման գաղափարին, մինչդեռ մեր քաղաքական գործիչները մեծ երանդով գործեին այդ դաշտությունը փրկելու։ Սա լուրջ սխալն էր։ Պարոն Էստուկյան, բարի միտքեր խոսությունին, բայց շատ լուրջ սխալ էր, քանի որ ուղղակի ենթական թուրք մտավորականությունը, թուրք քաղաքական նոր միտքը արդեն որոշած էր այդ փլուզումը եւ այդ փլուզումն ազգային պետություն մխոյացնելու ծրագիրը։ Իսկ մենք չգրցանք անդրադառնալ։ Հիմարորեն զորակցեցանք իրենց, քանի որ հաշվի առինք, որ իրենք ալ Խամիդի թեմ են, մենք ալ Խամիդի թեմ ենք, Գարբիր Սուլտանին, հետևաբար գրնանք գործակցել, բայց վերջին աշխովտուրս եկավ, որ անոնք ուրիշ հաշիվներ ունեին, այո, մենք բեցեր, որ բոլոր լծակները անոնց հետ գործակցելու, վերջին աշխով գայշրությունը փրկելու իր նպաստ գործած էինք։ Մենք գրնայինք մեր ժողովուրդն անդգադի ունենալ։ Բանը որ ժամանակի մտավորականությունը եւ քաղաքական միտքը անդեսեց Հայաստանեն, արևմտյան Հայաստանեն աղաղակներ քնչեին, բայց այստեղ մերոնց ագանչները խուլ էին այդ աղաղակներուն դիմաց, ասելով որ հիմա թողեք այդ խնդիրները, մենք այստեղ լուրջ խնդիրներ ունենք, լուրջ համաձայնություններ կմշակենք։ Ախմախություն էր բարձրապես։ Պարոն Էստուկյան, դուք ձեր նախկին զրույցներից մեկում այսպիսի մի տեսակետ եք հնչեցրել, որ թուրքական ակադեմիական շրջանակում ավելանում է այն երիտասարդ պատմաբանների թիվը, ովքեր ուսումնասիրում են հայոց ցեղասպանությունը եւ պահանջատեր են, եւ կարծում եք, որ միայն ժողովրդավարական Թուրքիայում հնարավոր կլինի արդարության պահանջը բարձրացնել։ Իհարկե դա կարևոր մարտահրավեր է եւ առաջնահերթություն է Թուրքիայի հայերի համար, քանի որ միայն այդ ճանապարհով հայերը կարող են իրենց խոսքը լսելի դարձնել։ Ես կուզենայի իմանալ հիմա ինչ վիճակ է այդ առումով եւ արդյոք մենք կարող ենք տեսնել, հա, այդ ամենի արդյունքը, պտուղները կարող ենք քաղել ի վերջո թե ոչ։ Այդտեղ նոր շրջանի թուրք պատմաբանները եւ կողմանի աշխատությունը ունին։ Այո։ Մենք մասը արդեն իրենք բոլորովին նվիրած են հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու։ Բայց մեկ մասն իրենց սեփական պատմությունը ուսումնասիրելու, այլընտրանքային հայացքով ուսումնասիրելու, ինչ որ անոնք անխուսափելիորեն հայտնվին ցեղասպանության պատմության հետ։ Այո։ Այսինքն անուղղակի կերպով, եթե միայն Թուրքիո հանրապետության կամ Օսմանյան դաշտության պատմությունը այլընտրանքային մերձեցումով պետական պաշտոնական դեսությունը մեկ կողմ դնելով ավելի քիդական
մերձեցումը ուսումնասիրեն, անխուսափելիորեն իրենց դիմաց կբարձվի հայկական խնդիրը, թե ինչ էր այդ խնդիրը, ինչ էր այդ խնդրին ծավալը, եւ այսօրվա բեդության սխալ գառուցվածքը ուր գծակի եւ կտեսնեմ, որ եթե հայոց ցեղասպանություն չիրականանար այս երկրի մեջ եւ ոչ միայն հայոց ցեղասպանություն, քույներու արդակսում եւ այլն, այս երկրի բնակչության 1/3 կամ ավելին միգուցե քրիստոնյաները պիտի պահկանան եւ եթե այսօր այդպիսի Թուրքիամը ըլլար, այդ Թուրքիո նվաճումները բոլորովին դարբեր պիտի լար։ Այս իրողությունը կտեսնեն այդ նոր սերունդի պատմաբանները, անշուշտ ոմանք չեմ ասել բոլորը, Այո։ եւ անոնց հրադարագությունները իսկապես շատ խրախուսիչ է, ոգևորող է։ Ուղղակի ենթակային վերնեն ելած խոսքերը շատ ավելի իմաստալից են։ Պարոն Էստուկյան, ձեր կարծիքով ինչ պարագայում եւ ինչ պայմաններում ի վերջո Թուրքիան կարերեսվի պատմական ճշմարտության հետ, քանի որ հիմա չենք կարող գտնել այդ քայլերը կամ նախաձեռնությունները, որ կստիպեն Թուրքիային ճանաչելու ցեղասպանությունը, որովհետեւ իրենց համար այդ ճանաչումը ազգային անվտանգության հարց է դարձել։ Այս դեպքում ոչ միայն նա չճանաչեց այն, այլև շարունակեց իր ոճրագործ գործունեությունը, որը շատ լավ երևաց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ինչ անել, ինչ պայմաններում կարերեսվի Թուրքիան պատմական ճշմարտության հետ։ Միայն ժողովրդավարական գարքերու հաստատումով։ Արդակին ճնշումները այս առումով արդյունք տալու կարողություն չունին։ Ընդհակառակը ավելի կհամագեն այս դիրքը բռնած շրջանակներում։ Մեզ համար պետք է ազատ խոսքի իրավունք, Այո։ արտահայտվելու իրավունք եւ հազիվ անոր արգայության պայմաններն է, որ մենք գրնանք մոդենալ շատ լուրջ արիերեսումներու եւ հաշվեհարտարներու։ Այսօր Թուրքիո մեջ տագավին իզորու է ցեղասպանությունը իրականացուցած քաղաքապարախոսության իշխանությունը։ Նույն մարդիկ դեմ որ կշարունակեն իշխանություն։ Անշուշտ ցեղափոխությունով 110 տարվա ընթացքին, Այո։ մտայնությունը լալով նույն մտայնությունն է։ Հետևաբար այդ մտայնությունը շատ դժվար պիտի լա որ արիերեսվի իր սխալին հետ, իր կործած ոճիրին հետ։ Եթե անոր այդ արիերեսվի, ապա իր հյուսած բոլոր պատմությունը փուլ պիտի կա մի անգամից։ Պարոն Էստուկյան, հայոց ցեղասպանության թեման շոշափելիս հաճախ է տարբեր հայտնի գործիչների կողմից հնչել այլևս երբեք եզրույթը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ կարծես թե աշխարհը բավարար դասեր չի քաղում, քանի որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտում ունեն։ Որն է առաջադեմ մարդկության անելիքը, որ այլևս երբեք գործնականում լինի տեսանելի։ Այստեղ կարևոր եղածը Այո։ զորակցությունն է։ Զորակցությունը։ Համաշխարհային զորակցություն։ Այո։ Եվ Հայաստանի նման երկիրներ ստիպված են իբրև ցեղասպանված ժողովրդի հանրապետություն այսօրվա բոլոր ցեղասպանություններում թեմ ամենաբարձր ցայնը, ամենաբարձր փողոքը, ամենաբարձր թիրքը կրավելու։ Եթե սա գլինի Բաղեստինի թադին ամենաշատ դեր գանքներիքը պետք է լա Հայաստանը։ Եթե սա գլլա շանգալի լրան վրա էզդիներու ուղյալ ցեղասպանություն նույնն է։ Եթե գլլա դատակյո մեջ ալևիներու ուղյալ ցեղասպանություն նույնն է։ Կամ Սերեբրանիցա կամ Բոսնիայի մեջ պատահածները եւ Հայաստան ստիպված է այդ բոլորին առաջ հասնելու օգնություն, մարդասիրական օժանդակություն, քաղաքական կետնի վրա ցայն բարձրացնել որպես մագի անդամ անկախ պետություն, Հայաստանը ստիպված է առաջնորդ ըլլալու, ավանգարդ ըլլալու, նախահարցակ ըլլալու այդ արշավներուն մեջ։ Հայաստանին այս կվիճակի։ Ամեն մարդ պետք է իմանա, որ ցեղասպանություն, եթե գոյություն ունի,
ամենասուր հագաստեցությունը պիտի հնչի Հայաստանեն։ Որ միջպետական դիվանագիտական հարաբերություններու հարգանքները նկատի առնելով կսեմ այս բոլորը մենք ստիպված ենք աշխարհի հետ գրիվի մտնալու, բայց այդ կետին վրա եթե այսօր նույնիսկ գազայի մեջ եղածներու հանդեպ հագաստեցությունները կհաստին դակավին հարավային Ամերիկայեն, մենք այստեղ չենք կրնար անդարբեր մնալ։ Պարոն Էստուկյան, տեսեք, դուք նշեցիք Հայաստանի կողմից նախահարձակ լինելու մասին եւ մեր կեցվածքի մասին, հայկական կողմի կեցվածքի մասին, բայց մենք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ինչ ասաց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ դեռ պետք է հասկանալ ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ։ Ես կարծում եմ, այստեղ մեկնաբանության խնդիր կա։ Անշուշտ որ գա եւ գարձեք թե վարչապետի ըսածները եւ այս զրույցի սկիզբի մասին իմ ագնարկները իրարու համընկան մենք իսկավեսալ ցեղասպանությունը գարկին չկներցինք մենք դարվեցանք եւ մեր բոլոր ուշադրությունը շեվերեցինք միակ մեկ կետի վրա որն էր Թուրքի սայտակումը մենք սպասեցինք, որ Թուրքին ոտքը քարին թուփչի քլորի եւ մենք ուրախանանք որպես ցեղասպանված ժողովրդի ողը հակեցնող երևույթ։ Այդ չէր բայց խնդիրը, ավելի ծավալուն խնդիր մգար։ Այսօր մենք ցեղասպանության հետ թուրքադիացությունով չէ որ պիտի բայկարենք։ Սա քաղաքապարախոսություն մնա որ ամբողջ աշխարհի վրա 21-րդ դարում դարձյալ օրագարկի եկած է։ Մենք անորոշ Թրամփին հետ պետք չէ որ գողքի մնանք։ Իլոն Մասկին հետ այս մարդիկը աշխարհի համար վտանգ ստեղծող մարդիկ են։ Բայց տեսեք նույն Փաշինյանի քաղաքականության արդյունքում հայոց ցեղասպանության հարցը կարծես թե դուրս է մղվում քննարկումների տիրույթից։ Մենք սա կարևորենք, հա, այս հանգամանքը եւ չմոռանանք կարևորի մասին, պարոն Էստուկյան։ Այդ երբ օրագարկին մաս կազմեց մեր իրողության մեջ, այն ժամանակ երբ որ որպես երկրորդ նախագահ Հայաստանի Հանրապետության ղեկին եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանն էր որ հայտարարեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրի գլխավոր դիվանագիտական խնդիրին վերածելու մասին ռազմավարություն։ Այդ ռազմավարությունը ճիշտ իմ ըսածն էր, այսինքն Թուրքին ոտքը քարին թփչի եւ սայտակի։ Ուրիշ նպատակ չուներ։ Այդ տարիներում մենք Հայաստանի մեջ ապրեցանք անհավատալի համեմատություններով հասած արտակախտի հոսանքը։ Այո։ Հիշեցեք թե խորհրդարանի հարցակումեն վերջ այդ Գուլամյանի խմբակի հարցակումեն վերջ ինչպես թափ ստացավ արտակախտի երևույթը։ Մեկ մարդը ինչ ծանր հետևանքներ թողուց մեր ազգային հոգեբանության վրա։ Եվ այդ բոլորի մեջ մենք պիտի մխիթարվեինք, որ այսինչ երկրի խորհրդարանը հայոց ցեղասպանությունը ընդուներ է, սա շատ միամիտ բան էր։ Իսկավեսալ, այսինքն երկրի արտաքին քաղաքականությունը այս համոզումով, այս ռազմավարությունով սահմանելը իսկավեսալ օգուտ չէ տված մեր ժողովրդին։ Եթե հետադարձ ագնարկ մնայինք, ճանաչող երկիրներու թիվը բարձրացավ, նախքան այդ ավելի նվաստիվ մգար, այսօր ավելի հսկատիվ մգար, բայց սա մեզի ինչ նվաստ բերավ որպես երկիր, որպես պետականություն, որպես ժողովուրդ։ Այսօր մեր ըսպիրքը դակավին այլասերման վտանգին հետ թեմարտեմ է աշխարհի բոլոր ճակերուն երևույթը այդպես է Հայաստանը դակավին իր քաղաքացիներուն չգրսավ վստահեցնել անվտանգության մասին, մանավանդ 44 օրյա պատերազմի պատմությունով ավարտում են ետք, բոլորովին հասարակական հոգեբանությունը խանգարվեցավ, եւ մենք պետք է այս հոգեբանությանեն դուրս գանք։ Այս հոգեբանությանեն դուրս գալը իսկավեսալ երկրում եւս Թուրքիան ցեղասպան հրճագելով ըլլարի կորց չէ։ Ավելի մեծ նպատակներու, ավելի մեծ հերանեկարներու գարիք ունի կգարձեմ։
Պարոն Էստուկյան, այդուհանդերձ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում արդյոք չկա մտավախություն, որ կարող է այլևս բավարար ուշադրություն չդարձվի Հայոց ցեղասպանության հարցին։ Դուք ունեք օրինակ Գրնալալ, այո, գրնալալ։ Բայց սա մեզի ինչ կորուստ կուտա որ մենք գիտենք մեր 1.5 միլիոն եւ ավելի զոհերուն մասին։ Մենք գիտենք մեր գործված քաղաքներու պատմության մասին։ Եվ մեր քրակալանը լեցուն են հուշամատյաններով այդ ուղղությունով։ Այդ իրողությունը մեզ համար ծանոթ իրողություն է եւ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, այդ իրողությունը չենք կրնար ժխտել կամ ուրանալ կամ մերժել։ Սա մեր իրողությունն է։ Իսկ չեմ գիտեր աշխարհի որևէ երկրի մեջ այդ մասին մեկնաբանությունը ինչ նշանակություն պիտի ունենա մեր այսօրվա գենցաղի բարելավման։ Մեզ համար գլխավոր մարտահրավերը Հայաստանի բնակչության փառքավաճումն է։ Հայաստանի քաղաքացին թող խմբարդլա, փառքավաճլա, հարուստլա, երջանիկլա, ինքնավստահլա, աբակայի նկատմամբ վախերը փարադե, վստահի իր բերության բաներ, որ այսօր զուրկ ենք դժբախտաբար եւ շատ գարոտ ունենք։ Շատ բիդանի է այս բաները մեզի յուրաքանչյուր անհատի, հայ անհատի համար շատ բիդանի արժանիքներ են այս բոլորը, որոնց մենք այսօր դժբախտաբար զուրկ ենք։ Դեսեք Հայաստանի Հանրապետությունը երբ քաղաքացիության օրենքը ընդունեց, այո, ին հայեր թիմեցին։ Այսօր նույնիսկ ժամանակություն ստանալու համար ով իրի քրասենյակեն պետք է ամիսներ սպասել։ Սա մեր ժողովրդի մերձեցումին աբացույցն է։ Անշուշտ կրնագսել, որ ադոր մեջ միգուցե ուրիշ նպատակներ ալգան, օրինակ համար Թուրքիա նման երկրներու քաղաքացիներ գհուսան թե Հայաստանի քաղաքացի լալով հույսունին առանց վիզայի ճամփորդելու եւ այլն, այո, այս տեսակ կորձոններ միգուցե կան, բայց իրողությունը նույնն է։ Հայաստանի հայրենագից դառնալու ցկտումը կա հայության մեջ եւ այդ ցկտումը պետք չէ որ հիասթափությունով ավարտենք մենք։ Իդեպ պարոն Էստուկյան, եթե դեմ չեք անդրադառնանք նաև Անտալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների, նա խոսել էր Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր նշել էր, որ արդեն իրականացվել են, ինչպես օրինակ օդային տարածքի օգտագործումը, Մարգարա Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից, նաև երկու երկրները նշել էր, որ երկկողմանիորեն համատեղ գնահատել են Գյումրի Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է։ Մի խոսքով, այսպես բովանդակային էր համարել այդ հանդիպումը եւ արդյունավետ էր գնահատել այդ հանդիպումը Արարատ Միրզոյանը իր կարծիքով։ Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, վստահ եմ, որ հետևել եք իրադարձություններին եւ տեղյակ եք, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Տեսեք, այդտեղ ըստ ինձի բարոն Արարատ Միրզոյանը շատ դիվանագիտական դեզվոր խոսեցավ, քանի որ շոշափելի ոչ մեկ առաջընթաց կտեսնեմ ես այս ընթացքի մեջ։ Իմ ակնարկածը ավելի գալուխ ժամանակահատվածում է։ Այո, Իստանբուլ-Երևան թռիչքները կան, կշարունակվին, բայց անոնք նոր ցերպերում չեն։ Ընդհանրակը 1996-ին աշխում այդ թռիչքները արդեն իրականանան։ Նախապես ուղիղ կապ չկար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց 96 թվականին աշխում շարունակաբար գկայանան այդ թռիչքները։ Հետո նոր ցերպերումի նույնպես ներկայացնել դիվանագիտական ջարբիգություն մնացեմ, այո, ջարբիգություն բանեկորզեմ։ Անգետուր Թուրքիան լուրջ ոչ մեկ ցերպերում հարաճընթաց արձանագրեց այս գործին մեջ։ Ցամաքային սահմանը դակավին փակ կմնա, այո, կմնա դակավին Գյումրի Կարս երկաթակիցը, երկաթուղին, հետո հարաճընթացը չկա, հակառակ որ այս հարաճընթացի պահանջը ներկայացուց թուրքական կողմը։ Հիշենք,
առաջին անգամ թուրքական գոմն էր, որ Արցախյան բادرազմի, առաջին բادرազմի ավարտին, որպես պատժամիջոց, թե ապրանքներու շրջափակման արգելք հանդիսացավ, այսինքն Ամբարգոյի ենթարկեց Հայաստանի հետ արևդուրը շրջափակում կործոտրեց Հայաստանի դեմ եւ երկաթուղինալ անջատեց։ Արդեն ցամաքային ճամփա առաջալ չի գար, այսինքն ինքնաշարժներու ավտոմեքենաներու երթևեկության ճամփա արդեն չունեինք, խորհրդային դարիներուն ալ չունեինք, բայց ունեինք Ղազ Գյումրի երկաթուղին։ Այդ ալ փակեց եւ շրջանշորյա բادرազմի ավարտին ըսա որ քանի որ խոչընդոտները վերացած են, քանի որ Արցախը ազատագրված է իրենց արտահայտությունով, ինձ համար Արցախը հայրենապված է, ոչ թե ազատագրված։ Այո։ Պատմական հայկական հողմը այսօր հայ բնակչութենը զրկված է, ինչպես Արևմտյան Հայաստանը, այսօր Արցախը եւս հայատապ եղավ, այդտեղ Ազատագրման եզրը շատ դեղին եզրումի չէ, ինչպես դեղը գազատագրվի, երբ որ դեղացի ժողովուրդը այլևս խոն չբնագիր։ Ինչևից ազատ խնդիր, բայց Թուրքիան էր, որ այդ բادرվագով, այդ պատժամիջոցով փորձեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար բանակնացներ որոշել։ Եվ բոլորս գիտենք այդ երկու բանակնացները, մեկը թուրքական կողմը ներկայացնող նախկին ավագ դեսպան Սերդար Քլիչ եւ մյուսը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելով խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան։ Այդ երկուը քանի հանդիպումներ ունեցան եւ երրորդ հանդիպման ավարտին էր, որ Ռուբինյան այլևս բորկած ասելով որ քայլը անգամ առաջընթաց չեն արձանագրած եւ հազիվ այդ բորկում են ելքը որ հայտարարվեցավ թե իբրև թե ցամաքի անցագետը փաստվիդեոյը պիտի շահագործվի դիվանագիտական անձնակիր գրողներու կամ երրորդ երկրներու քաղաքացիներու համար այս ալ ինքնին արդեն ճուրը բադեն վեր հոսեցնելու եղանակ մներ օրինակ մներ քանի որ երկու երկրները անջատող սահմանը ինքսել է փանալ երրորդ երկրներու քաղաքացիներու համար։ Adică իր մեջ արդեն այդ եզրը անիմաստություն գփովանտագեր, բայց այս բոլորը հասկանալ կարելի է, որովհետև Անկարան ինքը իր գամքով չէ որ որոշումներ պիտի կայացնի, այլ պիտի համոզե Բաքուն։ Եվ Բաքուն անթրթվելի կմնա իր առավելաբաշտ քաղաքականության մեջ։ Այսինքն դեսնելով որ բادرազմեն հաղթանակով դուրս եկած է, ուրեմն գուցե կարելի եղածին չափ ավելին խլել Հայաստանեն։ Ընդմիշտ առաջ կբերե նոր պայմաններ, նոր պահանջներ, որոնք մեծավ մասամբ անընդունելի են։ Ամենակլխավորը այդ պահանջներում մեջ Զանգեզուրի միջանցքը գոչված եզրն էր։ Այո։ Դիտեն Հայաստանը շրջափակումի մեջ պահելու։ Այսինքն Թուրքիա, Ադրբեջան, Նախիջևան ազատ անցքի ճանապարհ ունենան շրջանցելով Հայաստանը։ Արդեն վերջին 30 եւ ավելի տարիներու ռազմավարությունը նույնն էր, երբ որ նավթամուղեր, գազամուղ խողովակաշարեր դեղատրեցին, այդ ժամանակ ալ նույն միտքը կորզատրեցին, նկատի ունենալով որ Հայաստանը պետք է շրջանցեն, զանցարնեն Հայաստանը եւ Գոլգասյան լեռներեն անցուսին այդ խողովակաշարը փոխանակ Հայաստանի այդ հեշտ թաշտային տարածքեն անցնելու։ Սա միտքն է, որ տասնամյակները իվեր արմատ դրած է թուրքական մտածողության մեջ եւ այսօր չեն հրաժարած։ Ընդհանրակը ալավելի շեշտելու համար մեզ մեկը բանջեն մեր սեփական հողին վրա ազատ տարածք։ Ոչ, այդ տարածքը բանջողը պետք է մենք լայնք, ասկե 30 տարի առաջ։ Մենք պետք է բանջեինք, որ փոխանակ ամբողջ Արևմտյան Հայաստանի իբրև հողային հատուցում մեզի պիտի տակ Սևջովի ափին նավահանգիստը, որպես ազատ տարածք, եւ այդ նավահանգիստը Հայաստանին գաբող թե ցամաքային եւ թե երկաթուղային ճանապարհ։
Այս պետք է մեր պայմանը ըլլար։ Ինչու չեղավ ժամանակին դա պայման եւ պահանջ, պարոն Էստուկյան, հայկական կողմից։ Ինչու նման պահանջներ չձևակերպվեցին։ Թուրքերը միշտ օրագարկի գբերեին, թե հայերը հողային պահանջ ունին Թուրքիայում։ Իսկ մենք, մեր իշխանությունները, այստեղ նկատի ունիմ անշուշտ երրորդ հանրապետության շրջանը, Այո։ բոլոր նախագահներով, Լևոն Տեր-Պետրոսյանով, Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով եւ ավելի վերջնալ Նիկոլ Փաշինյանով, քանիցս հայտարարեցին, որ այսօրվա Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայում։ Անոնք այդ ասածները ես հիշեմ, որ ես նույն նույնով հոտված ստորագրեցի քիչ ասացելով։ Ուսոր ոչ ես հողային պահանջ չունիմ։ Չեմ պահանջել Արևմտյան Հայաստանը, որովհետև սա իրավացի չէ։ Այսօր 3 միլիոն հայությունը պետքություն չունի Արևմտյան Հայաստանի նման ընդարձակ տարածքի մտիրանալու։ Միայն 3 միլիոն ըլլալու համար պետքություն չունի։ Եթե մեր ժողովրդի թիվը ըլլար 30 միլիոն, եւ այդ 30 միլիոնի եթե միգուցե 7-10 միլիոնը փնագեր այդ հողերում վրա, անշուշտ որ այդ ալ կպահանջեի։ Բայց իրողությունը այսօր բոլորովին դարբեր է, ներկա իրողությունը։ Հետո ես հողային պահանջը սահմանեցի Սև ձորի ափին նավահանգիստով եւ այդ նավահանգիստը Հայաստանին գաբող ցամաքային ճանապարհով։ Բայց անշուշտ որ իմ խոսքս արձագանք պիտի չգտներ, որովհետեւ ադիգա ինչպես ասեմ, դիվանագիտական նշանակություն չուներ, այսօղը բարձ լրագրող մներ հանցինս, ես որպես բարձ լրագրող, բայց որպես անձնական միտք, անհատական համոզում, այդ բանը հոտված լալով հրավերագիծի ագոսի մեջ։ Համենայն դեպս ազդակ եք հնչեցրել, հուշել եք, փորձել եք հասցնել տեղ, որպեսզի դիվանագիտական խողովակներով գոնե կարողանային հասնել դրան։ Քիչ գործ չեք արել։ Այդ ժամանակ մանավանդ Թուրքիո մեջ հրյա կորձադերմը այս մասին ինք արդեն ավելի շոշափելի խոսքեր գրավ Հայաստանի դրամատրվելիք նավահանգիստի մասին։ Եվ ապա այդ մարդը շատ թյուրավ գրեցուցին։ Իզակ Ալատոն էր այդ մարդուն անունը։ Այո։ Մեծ ընկերության սեփականատերն էր, երկու գործընկերներ էին այդ ընկերությունը հիմնողները, անոնց մեկը սպանվեցավ շատ խորհրդավոր պայմաններում մեջ, իսկ մյուսն Հավիդյանս լրեց այս նյութին ակնարկել է։ Հասկանալի է։ Պարոն Էստուկյան, խոսենք նաև մեծ հայի պոլսահայ լրագրող Ակոս Թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ մենք գիտենք, որ 2024-ին դատարանը որոշում էր կայացրել ձերբակալելու երկու նախկին պետծառայողների, քանի որ հետաքննության արդյունքում պարզվել էր, որ հիշյալ սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։ Այժմ Ստամբուլի դատարանը ձերբակալել է նրանց, բայց ես կուզենայի իմանալ ձեր դիտարկումը եւ տեսակետը հետագա գործընթացի հետ կապված, ինչպիսին եք կանխորոշում հետագա զարգացումները, արդյոք տեղի կունենա իրական արդարադատություն, թե ոչ։ Ոչ։ Հստակ եւ գդրուկ ոչ։ Որովհետեւ նման բնույթի ոչիններեն ոչ մեկը լուսապանված է մինչեւ օրս։ Մեզ համար ամենակարևորը այս տեսակի ոչիններու պատվիրատուներուն հայտնաբերումն է, այդ մեկը ոչ մեկ օրինակի մեջ գայացած է։ Ընդհանրապես ոչրակորձը ինքն է որ կհայտնվի, ան է որ կբռնեն, ան է որ եթե պետք է կբաժեն, եթե արիթը գտնեն, անալ ազատ կարձակեն, բայց պատվիրատուն ծրագրողը պահանջողը երբեք չհայտնվիր, որովհետև ինչպես Հրանտ Դինքի օրինակն ապացուցեց, այդ գործերը կկայանան պետական գազམ་ագերբություններով ցերով։ Այսինքն ինքնիրեն չի տավաժանել երբեք։ Չմոռանանք նաև, որ թուրք ազգայնականներից մեկը հենց 2 տարի առաջ ազատ արձակվեց եւ այսօր վայելում է ազատությունը։
Այո։ Նաև այդ Ինքը ոչրակորցն էր այդ մեկը։ Այո, գլխավոր ոչրագործներից մեկը, այսինքն այդ էջը դուք համարում եք փակված, որ երբևէ կարող է այդ սպանության իրական պատվիրատուները կարող է ջրի երես դուրս գան, քանի որ պետական ձեռագիր է կա այստեղ, փակված եք համարում էջը։ Այո, քոնե գարչ ժամանակահատվածի համար։ Ես միշտ հույս ունեմ, որ գուկա այն օրը, որ բոլոր այս տեսակի գերդոտ գործերը կբարձվին։ Բայց այդ օրը ես կտեսնեմ, դուք կտեսնեք, մեր զավակները կտեսնեն, այդ մեկին մասին շատ բարձր հույսեր չունիմ։ Տա Աստված, որ գա այդ օրը եւ տեղի ունենա իրական արդարադատություն։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Էստուկյան, ուշագրավ եւ հետաքրքիր զրույցի համար։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում, խաղաղ եղեք եւ առողջ եղեք։ Հաջողություն ձեզ։